Միացյալ Նահանգները շարունակում է գաղտնալսել իր դաշնակիցներին։ Ամերիկյան Wall Street Journal-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին պնդում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նույնիսկ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո գաղտնալսել է Իսրայելի ու Թուրքիայի առաջնորդներին։ Իսրայելի վարչապետին ինտենսիվ գաղտնալսել են հատկապես Իրան-Արևմուտք բանակցությունների ժամանակ, երբ Նեթանյահուն Միացյալ Նահանգներում հրեական լոբիստական խմբերի հետ քննարկում էր Իրան-Արևմուտք միջուկային գործարքի դեմ գործողությունները։ Նախագահ Օբաման 2 տարի առաջ հայտարարեց բարեկամ պետությունների առաջնորդների գաղտնալսումը դադարեցնելու մասին։ Օբամայի աշխատակազմը կազմել էր ցանկը այն առաջնորդների, որոնց չէր կարելի գաղտնալսել։ Այդ ցանկում էին Ֆրանսուଆ Հոլանդը, Անգելա Մերկելն ու ՆԱՏՕ-ի երկրների մյուս առաջնորդները, բացի Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Մյուս բարեկամ պետությունների, նաև Իսրայելի վերաբերյալ հատուկ ծառայությունները հրահանգ չէին ստացել։ Հատկանշական է, որ հեղինակավոր թերթի տվյալով 2013 թվականի գաղտնալսման սկանդալից հետո ամերիկյան հատուկ ծառայությունը գաղտնալսել է ՆԱՏՕ-ի անդամ միայն մեկ երկրի ղեկավարի՝ Էրդողանին։ Այս փաստից անհանգստացած թուրքական լրատվամիջոցները Վաշինգտոնում գրոհել են պետքարտուղարության խոսնակ Մարկ Տոներին, պահանջելով մեկնաբանել Wall Street Journal-ի տեղեկությունը։ Էդվարդ Սնոուդենի հանցավոր գործունեությունից հետո նախագահ Օբաման այս թեմայով մի քանի անգամ խոսել է, ու նրա խոստումները ուժի մեջ են։ Մենք կարևորում ենք Թուրքիայի նշանակությունն ու հետախուզական տվյալներ ենք փոխանակում Անկարայի հետ։ Միացյալ Նահանգները չի խախտում գործընկերային հարաբերությունները։ Ամերիկացի պաշտոնյայի հավաստիացումներին Թուրքիայում այնքան էլ չեն հավատում, քանի որ Վաշինգտոնի համար Էրդողանին գաղտնալսելու առիթները շատ են։ Միացյալ Նահանգներին հատկապես անհանգստացնում է Սիրիայում ու Իրաքում Էրդողանի անկանխատեսելի ու հաճախ ԱՄՆ շահերին հակասող քաղաքականությունը։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։